Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը դեկտեմբերի 7-ին ոստիկանություն հաղորդում է ներկայացրել, որ Էդգար Բաբայանը և Ազնիվ Մաթևոսյանը պարբերաբար իր անձը նվաստացնող արտահայտություններով Facebook-ում հրապարակումներ են կատարել, վնասելով իր պատիվն ու արժանապատվությունը։ Բերդի համայնքապետից երեկ տեղեկացանք, որ դեկտեմբերի 10-ին նա ոստիկանություն նոր հաղորդում է ներկայացրել Էդգար Բաբայանի կողմից իր կյանքի հանդեպ սպառնալիքի կապակցությամբ։ Բաբայանը Facebook-ում գրել է, որ կիսլատայով կվառի Աստղիկ Հակոբյանին։ Հետո չնջել է այդ գրառումը, սակայն համայնքապետը գրառման պատճենը ներկայացրել է իրավապահներին։ Այս կոնֆլիկտի պատճառն այն է, որ Բաբայանը Բերդ քաղաքում ապօրինի, առանց շինթույլտվության շինարարություն է կատարել։ Բերդի համայնքապետարանից նրան հորդորել են շինարարությունը կատարել օրինական կերպով թույլտվություն ստանալ դրա համար, սակայն Բաբայանն ասել է, որ ինքը Երևանում առանց շինթույլտվության շինարարություն է արել, Բերդում ինչու պետք է շինթույլտվություն խնդրի։ Համայնքապետարանն էլ ապօրինի շինարարության համար նրան տուգանել է 750,000 դրամով, սակայն Բաբայանը տուգանքը չի մուծել և սկսել է վիրավորել համայնքապետին, համայնքապետարանը դիմել է ԴԱՀԿ։